Դուք ամեն տարի ամանորին ընդառաջ անապահով ընտանիքներից հավաքագրում եք նամակներ։ Այո։ Երեխաները իրենց ցանկություններն են գրում, նվերներ են ուզում եւ այդ նամակների բովանդակությանը մասամբ ես էլ եմ ծանոթանում։ Եվ իսկապես շատ ցավալի նամակներ կան, նամակներից մեկում երեխան վերմակ էր խնդրել ձմեռ պապիկից, գրել էր, որ մայրիկի հետ է քնում նույն վերմակով, մայրիկը մսում է, այսինքն մայրիկի համար էր վերմակ խնդրել։ Իսկապես այս ամեն ինչի հետ շփվելով, այս ամեն ինչի մեջ լինելով, ձեր վրա ինչպես է ազդում։ Ձեր մարդ տեսակը ինչպես է փոխում։ Նայեք, այս ընտանիքը երբ որ գրել է, որ իրանք վերմակ չունեն ու լեժանկա չունեն, երեխաները էլի 8 երեխաներ են, ովքեր ապրում են սոցիալապես շատ ծանր պայմաններում, ապրում են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում, այդ բնակարանը մենք ենք իրենց համար գնել, էլի Արցախից տեղահանված ընտանիք են, հայրը զինվորական է, ու շատ ծանր պայմաններում են ապրում, ունեն բավականին մեծ վարկեր, օգնել ենք իրենց վարկերը, որ հարկադիրները մարվի, որ կարողանան իրանք ձեռք բերեն բնակարան ձեռք են բերել, բայց չեն ունեցել վերմակ, ես չգիտեի անգամ պատկերացեք կան նենց ընտանիքներ, որ ասենք երբ որ օգնում ենք բնակարանը ձեռք են բերում, իրենք ոնց որ ասած շնորհակալ են լինում, էլ չեն ուզում քեզ անհանգստացնեն, որտեվ գիտեն, որ ասենք ավելի շատ կարիքավոր ընտանիքներ կան, իրանք սենց են մտածում, արդեն մեզ օգնել է այսքան, թող մեկ այլ ուրիշ ընտանիքի օգնի։ Երբ որ այդ նամակը ինձ ուղարկեց երեխեն ու ես կարդացի այդ նամակը, ես սկսեցի ահավոր լացել,